Բարի օր սիրելի երոստաթիտող, այսօր պատրաստելու ենք մսով բորակ, խրխտան համով հյութալի մսային, ինչ կուզեք ասեք, այնքան համով աստացվում, վերջում խրխտան, սենց միսի համեմունքները համով, դե իհարկե մենք լավ որակ ենք օգտագործում, ընդհանրապես մեր բոլոր մտերքները, դուք էլ վստահ եմ տենց է, եթե արդեն ունեք արիթ մարանիգից օգտվելու, բոլոր ձեր համեմունքը ֆրեշ կլինի, այսինքն թարմ եւ իհարկե կստանաք ձեր ուտելիքը ամենաթարմը։ Այսօրվա պաղաթեադոմսի համար մեզ պետք է 1 փակետ ֆիլո խմոր, 500 գրամ աղացած տավարի միս, 1 բաժակ մածուն, 1 հատ մեծ սոխ, մի քանի դերև ազատքեղ կամ մաղդանոս, 4-ից 5 բջեղ սխտոր, 50 գրամ կարակ, 1 բաժակ պարմեզան պանիր, 2 ճաշի գդալ լոլիկի մածուկ, 3 հատ հավգիտ, համեմունքներից օգտագործելու ենք աղ, սևբաբեղ, կարմիր բղբեղ, սխտորի փոշի և քիմիոն, 3-ից 4 ճաշի գդալ ցիտաբտղի ցետ։ Սկսելու ենք սոխից, սխտորից, միսից, տապակելու ենք այդ միջուկը պետքա տապակենք ու արդեն կամաց layer by layer, այսինքն շերտ առ շերտ հավաքենք։ Սոխը մանր կկտրատենք, մի քանի շերտ կանենք, որպեսզի մարացնեմ։ Սոխը ունենք։ Սխտորն է ճզմեմ, պատրաստեմ։ Արդեն միսը պատրաստ է, սկսում ենք տապակել ու հետո կամաց արդեն կտեսնենք ոնց ենք հավաքելու։ Շատ հետաքրքիր է ստացվելու, ամենակարևորը որ խրխտան է եւ հյութալի միևնույն ժամանակ, որը շատ քիչերն են ստանում, բայց այս ուտելիքը ունի իր գաղտնիքը։ Քանի որ իր վերևի շերտը որ օգտագործում ենք այդ սոսը, ինքը իրան տենց շատ հյութալի է դարձնում։ Ավելացնում ենք մի քիչ ցիտապտղից հետ։ Դե իհարկե ես օգտագործում եմ այսպիսի որակով ցիտապտղից հետ, որը մենք սուշեֆից ենք ձեռք բերել, կարող եք եւ սուշեֆից վերցնել փրենցից հետ, որը ամեն ինչի համար շատ ակտուալ է եւ շատ ճիշտ է օգտագործելը, այսինքն կամ ցիտապտղից հետ կամ փրենցից հետ։ Ոչ մի ուրիշ բանջարեղենային ցետ կարող եք չօգտագործել միայն փրենցից հետ, որպեսզի եւ քոլեսթերոլը իջնեցեր եւ ընդհանրապես ավելի թեթև ուտեստներ պատրաստեք։ Ավելացրեցի ցետը, ավելացում եմ սոխը, մի հատ լվացվիլ, տախտակներ լվանալ ու հետ վերադառնալ։ Իսկ ինչով ենք լվացվելու, իհարկե ABC-ով։ Բերում ենք այսպիսի ափսե, խառնում ենք մեջը, կաթ, մածուն, ես օգտագործում եմ պարզ մածուն, այսինքն plain yogurt, հավգիտներն ենք կտրատում, լավ խառնում ենք հավգիտը մածունը կաթը, որպեսզի ավելացնենք պարմեզանը։ Մի քիչ ավելացնեմ կաթ, մի քիչ ավելացնեմ աղ եւ սևբաբը։ Լավ խառնում եմ ու ավելացնում եմ պարմեզանը։ Հիմա մենք ունենք արդեն շատ հատուկ mixture, այսինքն խառնուրդ, որը միսի վրա ավելացնելու ենք, այս ավելի համովածնելու է մեր բորակը։ Գնանք մի հատ սոխին նայենք։ Հիմա
Կարող ենք ավելացնել միսը։ Եվ սկսենք համեմունքներ։ Աղ, սև պապեղ, կարմիր պապեղ, պապրիկա, այսինքն մեկ հատ կծու, մեկ հատ ոչ, սխտորի պոշի, և կիմոն։ Խառնում եմ։ Վաու։ Եվ լավ ճզմում ենք, որպեսզի սոխը և միսը իրար համերը դան ու այս համեմունքը ավելացնի իրենց համը։ Ավելացնում եմ սխտորը և լոլիկի մածուկը։ Խառնում եմ։ Ինչ եղավ ինձ։ Թողում եմ մի քիչ լավ եփի, հետո արդեն կավելացնենք մնացած բաղադրիչները։ Ավելացնում եմ մի քիչ ջուր, դե ես իհարկե ավելացնում եմ սիրի ջուրից, որպեսզի այս բոլոր համերը բացվեն ու ստացվի շատ հյութալի միջուկ։ Մի քիչ ենք թողում, որ ջուրը քաշվի, արդեն պատրաստ կլինի։ Մենք կարանք սկսենք։ Կարագը ես արդեն նախապես թրի մի րոպե ջերոցում, որպեսզի հալվի։ Մի քիչ էլ կողքերը։ Ու սկսում ենք։ Առանցնացում ենք։ Երեք մասի ենք բաժանելու, ամեն մեկի համար 2-ից 3 հատ պիտի վերցնենք։ Կարող եմ այս քանը առնել, թնել, մի քիչ իջացնել կողքերից, բայց մինչև ձայր տանել ու արդեն կարագ կսել։ Կարևոր է, որ այս էտապի մեջ կարագ կսենք ամեն մեկ շերտի վրա, որովհետև շատ ավելի համով է թարվում։ Ինչքան համով է, ավելի համով է լինում։ Մի քիչ այսպես ենք անում։ Ավելացնում եմ միջուկից տարածելով, ոնց որ երկու լեյերի ենք, երկու շերտի ենք բաժանելու այս միսը։ Այսինքն մի քիչ խմոր, մի քիչ միս, մի քիչ հավգետի խառնվածքը ու հետո ետ խմոր։ Ով որ միս շատ է սիրում, այս շատ կսիրե իրականում։ Մի քիչ բացում եմ։ Մի քիչ միքսերից հավգետի, որը և կաթ և պարմեզան է։ Քիչ ենք թնում լեյերների մեջ, շերտերի ամենաշատը թնում ենք վերևում։ Խմոր։ Կարագ։ Եվ կսում ենք։ Եթե ֆիլոն արդեն իջացրել եք և հալած է, միսն էլ մի ցերքի տակ եթե ունեք, արդեն շատ արագ կարող եք այդ խառնուրդը պատրաստել ու հավաքել։ Այսինքն այնքան շատ դժվար չէ, եթե ցերքի տակ ամեն ինչ ունեք։
Դե իհարկե ցերկիդակ եք ունենում, եթե գնում եք սուպերմարկետ, վերցնում եք ամեն ինչ ու գալիս եք սառնարանը եւ նպարեղենը եւ դան բարակաները առնում եք։ Իսկ եթե ուզում եք recommendation, այսինքն ես ձեզ ասեմ որտեղից վերցնեք ամեն ինչ, կարող եք գնալ 8 սուպերմարկետից վերցնել ամեն ինչ, միանգամից էլ գովաստային վիճակախաղաղության կմասնակցիկ ու տենց կստացվի ձեր կյանքը շատ երջանիկ, մի կողմից համով բորակ միսով, մի կողմից բնակարան, մի կողմից ապրանքներ եւ այլն։ Դրա համար ես կնախընտրեմ գնաք 8 սուպերմարկետից անեք ձեր քնումները։ Միսի խառնուրդ է տունում եմ երկրորդ։ Այնքան համով է ստացվում, այնքան համով դուք չեք պատկերացնի։ Ուղղակի միսով բորակ է, բայց ինչ միսով բորակ։ Լավ դարածում եմ, որովհետեւ վերջում միան խմորն ամնալու եւ հավգիթի խառնուրդը։ Հիշեցնեմ, որ չերոցը արդեն մենք նախապես տակացրել ենք 180 աստիճան։ Հիմա որ տնենք, միանգամից չերոց կտնենք ու 30 րոպե պետք է մեզ, որ պատրաստ լինի։ Ավելացնում եմ մեր հավգիթի եւ կաթի եւ մածունի միքսչորը, նորեն քիչ, մի քանի կտալ։ Եվ հիմա ամենավերջին շերտը։ Ահա այսպես։ Դե իրականում վերջում դուք գնայիք ոնց եք ուզում կարակը կգցեմ, լավ, կողքերը, վրան ու հետո կավելացնենք մածունի եւ կաթի եւ հավգիթի խառնուրդը։ Հիմա ավելացնում եմ այս բոլոր խառնուրդը։ Ոնց որ դորտ լինի, չէ՞։ Բոլոր ձագերը փակում ենք, միած շարժում ենք ու գնում ենք չերոց։ 180 աստիճան 30 րոպե, մինչև որ ոսկեքույն դառնա։ Իսկ մենք հիմա մի հատ այստեղ մաքրագործենք ու հետ վերադառնանք, որպեսզի պատրաստվենք ուտել այս համերգությունը։ Դե ինձ սիրելիներս, մեր մսով բորակը պատրաստ է, կարող ենք գնալ բերել ջերոցից դուրս։ Մի հատ նայեք, ցայնը լսեք։ Մի քիչ ազատ կեղ մաղդանոս եմ ուզում ավելացնեմ վրան։ Եվ այսօրվա պաղադրատոմսը մսով բորակը ֆիլո խմորով պատրաստ է։ Դուք էլ անպայման պատրաստեք եւ վայելեք։ Բարեխորժակ։ Դե ինձ սիրելիներս, տեսակ ինչքան անուշիկ է, հիմա ամենակարևորն է, որ համով լինի։ Ես մի փոքր կկտրեմ, որպեսզի համ տեսամ։ Յամ, մի քիչ սոսից, մի քիչ միսից եւ մի քիչ խմորից։ Վաու։ Հուսով եմ չեմ վարվի։ Շատ համով է։ Իդեալական, մի հատ էլ ուտեմ։ Չնայած հիմա սիրտիս վրան այրեցավ, քանի որ տաք է։ Մի հատ էլ ուտեմ։ Վաու։ Միսի համը, համեմունքները, վրայի սոսը,
խրխտան ֆիլոն մեջտեղը։ Ինչն է։ Անպայման պատրաստեք, ինձ գրեք ինչքանով հավանեցիք այս բաղադրատոմսը, իսկ մենք վաղ կհանդիպենք նույն ժամին 9:00 եւ 17:00 Գեթրոն TV եթերով։ Ցտեսություն։